Ավելի քան 12 ժամ հարցաքննությունից հետո Գագիկ Ծառուկյանին տեղափոխել են Երևան կենտրոն քրեակատարողական հիմնարկ։ Բարգավաճ Հայաստան կուսակցության առաջնորդի նկատմամբ նոր հանրային քրեական հետապնդում է հարուցվել։ Փաստաբանի խոսքով դեռ չի ավարտվել առերեսման փուլը։ Այս անգամ 2 առերեսում է եղել 2 իրանցի եղբայրների հետ։ Դատարանը վերացրել է Ուժեղ Հայաստանի ցուցակով ընտրված պատգամավոր Հայկ Սուքիասյանի խափանման միջոցնային կալանքը։ Նա դատարանի դահլիճից ազատ է արձակվել։ Նախկինում կիրառված 10 միլիոն դրամ գրավը եւ բացակայելու արգելքը պահպանվել են։ Սուքիասյանին բարեգործության արգելքը խախտելու մեղադրանք է ներկայացվել, որը նա չի ընդունում։ Ուժեղ Հայաստան դաշինքի պատգամավոր Դավիթ Ղազինյանի խափանման միջոց կալանքը վերացվել է։ Նրա նկատմամբ չի կիրառվել ոչ գրավ, ոչ բացակայության արգելք։ Դատարանի դահլիճից ազատ արձակվելուց հետո Ղազինյանը լրագրողների զրույցում անդրադարձել է իրեն առաջադրված մեղադրանքներին եւ ստեղծված քաղաքական իրավիճակին։ Շատ ցավում եմ, որ ես պետքա պատգամավորի կարգավիճակ ձեռք բերելով դուրս գայի։ Իրականում ցավում եմ, որովհետեւ նախ պետքա դա չլիներ, որ պատգամավոր դառնալով էլ դուրս գայինք։ Ղազինյանը անդրադարձել է նաև գործով իրականացվող քննությանը եւ առերեսումներին, շեշտելով, որ որևէ հիմնավոր ապացույց պարզապես չկա։ Ուժեղ Հայաստան դաշինքը խորհրդարանական պաշտոնների եւ խմբակցության ղեկավարման վերաբերյալ վերջնական որոշում դեռ չունի, հայտարարել է դաշինքի առաջին համար Նարեկ Կարապետյանը։ Նա շեշտել է, որ ընդդիմադիր իրենց ներկայությունը խորհրդարանում ժամանակավոր հարթակ է, իշխանությանը հեռացնելու վերջնական նպատակին հասնելու համար։ Մենք երկարաժամկետ իհարկե չենք տեսնում մեր գործը, հենց գործադիր գործ անելն է, հողի վրա փոփոխությունն է, բայց այս պատճառով մենք մեզ չենք տեսնում ընդդիմադիր գործելավոճը, ընդդիմադիր ձևաչափերը մեր համար ժամանակավոր հարթակ են, ինչպես նախընտրական շրջանը, որպեսզի վերջնականապես Հայաստանում լավ դրական փոփոխություններ բերեն։ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին պատկանող Երևանի Արարատ կոնյակի գինու օղու կոմբինատի տնօրեն Արման Դավթյանը ձերբակալվել է, նրան մեղադրում են առանձնապես խոշոր չափերով հարկեր չվճարելու համար, հայտնել են քննչական կոմիտեից առանց այլ մանրամասներ նշելու։ Այս ամենը տեղի ունենում կոմբինատի շուրջ ստեղծված ընդհանուր լարվածության ֆոնին։ Դեռևս հուլիսի 13-ին իրավապահները կապարակնքել էին Երևանի Արարատ կոնյակի գինու օղու կոմբինատի մուտքերը, ինչից հետո գործարանի աշխատակիցները բողոքի ակցիաներ են իրականացնում, պահանջելով թույլ տալ վերսկսել աշխատանքը։ Ավելի վաղ ևս Արման Դավթյանը հայտնվել էր իրավապահների եւ վերահսկող մարմինների ուշադրության կենտրոնում կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի կողմից Բարգավաճ Հայաստան կուսակցությանը անօրինական նվիրատվություն ձևակերպելու վարչական գործով։ Բյուրեղավանում խմելու ջրի լաբորատոր հետազոտությունների արդյունքում կրկնակի վերցված նմուշներից 2-ում հայտնաբերվել են ընդհանուր կոլիֆորմ մանրէներ, հայտնել է հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնը։ Դրանք պայմանական աղտածի մանրէներ են եւ վկայում են խմելու ջրի հնարավոր աղտոտվածության մասին։ Բյուրեղավանում հուլիսի 17-ից արձանագրված աղիքային վարակների դեպքերի առնչությամբ համաճարակաբանական ուսումնասիրությունների եւ լաբորատոր հետազոտության արդյունքներով ջրի 14 նմուշ կետերից 3-ում արձանագրվել էին շեղումներ։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ հակամարտության կարգավորման համար պատրաստ է լսել Իրանի ներկայացուցիչներին։ Թրամփը կարծում է, որ Իրանի իշխանությունները ցանկանում են գործարքնքել, բայց իբր դեռ պատրաստ չեն դրան։ Միևնույն ժամանակ Bloomberg-ը գրել է, որ Թրամփը վրդովված է այն պատճառով, որ պատերազմը բռնկվում է նոր ուժով եւ դրա վերջը չի երևում։ Հակամարտությունը, որը նրա թիմի կանխատեսումներով պետք է ավարտվեր մի քանի օրվա ընթացքում, ձգձգվում է արդեն 5 ամիս։ Սաուդյան Արաբիայի ռազմաօդային ուժերը 5 ավիահարված են հասցրել Եմենի արևմուտքում գտնվող Հոդեյդայի նավահանգստին։ Ավելի վաղ Եմենի հութիները հրթիռներով ու ԱԹՍ-ներով հարձակվել էին Սաուդյան Արաբիայի 2 լցանավերի վրա։ Ի պատասխան սաուդցիների հարձակման եմենյան զինված ուժերը հարված են հասցրել Սաուդյան Արաբիայի ռազմավարական օբյեկտներին Ջիզանում։ Հրդեհ է բռնկվել ամենամեծ նավթավերամշակման գործարանում։ Կադրերում երևում է, թե ինչպես են ծխի հսկայական ամպեր բարձրանում Արամկո նավթավերամշակման գործարանի վրայով։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները զենք չի փոխանցում Կիևին, միաժամանակ նշելով, որ Ռուսաստանի եւ Չինաստանի ղեկավարներն իրեն խոստացել են զենք չվաճառել Իրանին։
I would say better than Պուտինը հասկանում է, որ այս զենք են վաճառում ոչ թե Ուկրաինային, այլ ՆԱՏՕ-ի երկրներին։ Նրանք վաճառում են ամբողջ գինը եւ ես պատկերացում չունեմ, թե ինչպես է այդ զենքը բաշխվում, գրել է ամերիկացի առաջնորդը սոցիալական ցանցում, ընդգծելով, որ Իրանը զենք չի ստանում Մոսկվայից կամ Պեկինից։ Զուգահեռաբար Իրանի ռազմական հրամանատարությունը խիստ զգուշացրել է Վաշինգտոնին Իրանի զինված ուժերի Խաթամ Ալ-Անբիա կենտրոնական շտաբի պետ Ալի Աբդոլլահին հայտարարել է. այս պահից սկսած մենք դա համարում ենք մարտադաշտում վերջնական եւ պաշտոնապես հայտարարված օրենք։ Իրանի Իսլամական Հանրապետության յուրաքանչյուր նահատակված քաղաքացու դիմաց կսպանվի 1 ամերիկացի զինծառայող։ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին 90 օրով երկարաձգել է ռազմական դրության եւ համընդհանուր զորահավաքի ժամկետը։ Ուկրաինայի ղեկավարը ստորագրել է մի շարք օրենքներ, ըստ որի ռազմական դրության եւ համընդհանուր զորահավաքի ժամկետը երկարաձգվում է եւս 90 օրով։ Գերագույն Ռադան հաստատել է նախագահի հրամանագիրը։ Որոշումն ընդունվել է խորհրդարանական նիստում եւ ուժի մեջ կմտնի օգոստոսի 2-ից։